Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե վերջը միտեղ դառնում է սկիզբ։ Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե հրաշք չկա, այլ կա լոկ կարիք։ Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար։ Ես արեցի այն, ինչ կարողացա անել, ուրիշները թողանեն ավելին։ Անցյալում, երբ անաստվածության բիրտ տարիներին ոչ միայն չէր խրախուսվում, այլև վտանգավոր էր ուզածդ շփումը եկեղեցու հետ, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու միաբանության հոգևոր հայրերից մեկը, հայր Աքլյանը, դիմեց ականավոր գիտնական Լևոն Հարությունյանին եկեղեցին բոլորեքյան ճաշակով ու հմտորեն կանաչապատելու նախագծի խնդրանքով, քանի որ գիտեր նրա մասնագիտական բացառիկ կարողությունների մասին։ Լևոն Հարությունյանը անվարան եւ սիրահորժար ընդառաջեց հոգևորականի խնդրանքին։ Դա այն օրերի համար հիրավի խիզախություն էր։ Այդ ժամանակ ես 10 տարեկան էի եւ շատ լավ հիշում եմ այն ջերմ հանդիպումները մեր տանը, որոնք ինչպես հետո հասկացանք հատուկ ազգային անվտանգության ԿԿԲ-ի թույլտվությամբ էին լինում։ Բարեկամությունը շատ երկար տարիներ տևեց, ընդհանուր մինչև մահը Տեր Աքլյանի, որովհետեւ ոչինչ չէր կարողանում նա մոռանալ եւ այն մեծ պատասխանատվությունը, բարդաճանաչությունը եւ այն բարձր մասնագիտական որակը, ինչով որ մոտեցավ հայրս այդ գործին։ Հայր Աքլյանի գնահատականը միակը չի եղել այդ տարիներին, չնայած որ խորհրդային պետությունը իհարկե փակ համակարգ էր։ Հայրս բազմաթիվ հրավերներ էր ստանում աշխարհի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, որպես խորհրդային միության ժուրնալիստների միության անդամ, նա այցելում էր էլի տարբեր երկրներ, տարբեր հրավերներով, տարբեր ուղևորություններով եւ իհարկե դրանք բոլորը հետագայում արտահայտում գտան իր բազմաթիվ գրքերում, մենագրություններում։ Գիտնականը մշտապես մտահոգված էր հայրենի բնաշխարհը պահպանելու եւ բարելավելու խնդիրներով։ Մեծ գիտնականի եռանդուն ջանքերի եւ մասնագիտական համոզիչ փաստարկների շնորհիվ էր, որ Սևանա լճի առափնյա շրջակայքը լերկ ու քարքարոտ ավազուտներից ազատվելով կանաչապատվեց։ Շուրջ 2000 հեկտար ձգվող անտառաշերտը ոչ միայն լճի, այլև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ուներ։ Հայաստանում ամեն ինչ համար արհեստական տնկած է։ Մատերի վրա հաշված անտառներ ունենք մենք բնական, հիմնականում տնկել են և իրանց սերունդն է հիմնականում դա արել։ Ամեն թփի վրա դողալով, ամեն ծառի, հետո իրանց աչքի առաջ դա ոչնչացրին, շատ ծանր էր։ Բացի նրանից, որ ինքը կենսաբան էր, բուսաբան, ինքը նաև երկար տարիներ գլխավորել է կանաչապատման ճարտարապետական բյուրոն, որը փաստորեն նախագծել է Երևանի բոլոր այգիները։ Մոտ 20-25 տարի գլխավորել է բուսաբանության ինստիտուտում եւ բուսաբանության ինստիտուտը այն դժվար տարիներին всё-таки գիտահետազոտական հիմնարկեր, այդ միջոցները շատ էին օգտագործում էին, էլի դրանով ապրում էին։ Օղակաձև այգու հեղինակը կանաչապատման ինքն է եղել, հաղթանակի այգի։ Բուսաշխարհին նվիրված այն հսկայական գիտական ժառանգությունը, որ թողել է Լևոն Հարությունյանը, անգնահատելի է։ Մի ամբողջ գիտական հաստատության հասու չէր անել այն, ինչ արեց բազմավաստակ գիտնականը։ 50 ծավալուն մենագրություն, 300-ից ավելի գիտական, 400-ից ավելի գիտահանրամատչելի հոդվածներ ու հրապարակումներ եւ բազմաթիվ անտիպ մնացած նյութեր, որ կենսաբանության ոլորտի համար բացառիկ ներդրում են։ Գիտնականի 8 հատորով լույս տեսած ֆիտոթերապիա աշխատությունները նմանակը չունեն ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 4000-ից ավելի դեղաբույսեր ենթարկելով գիտական մանրազնին ուսումնասիրության ներկայացվում են իրենց նշանակությամբ ու առանձնահատկություններով ոչ միայն հայերեն, այլև ռուսերեն եւ լատիներեն անվանումներով։ Ես հիշում եմ այդ սևում 8 տարիներին նա ոչ մի վայրկյան չդադարեց իր աշխատանքը եւ հսկայական գործ կատարեց, որի վրա մենք մինչեւ այսօր զարմացած ենք։ Հազարավոր բուսատեսակներ մանրամասն նկարագրությամբ, քիմիական բաղադրությունը, տարածման շրջանները, նույնիսկ օգտագործման դեղատոմսեր եւ անգամ դրանց օգտագործման պատմությունից, հազարամյակներից եկող բժշկության մեջ։ Այսօր ես այդ 8 հատորյակը օգտագործում եմ հաճախ ոչ միայն ինքս ինձ համար, երբ ինչ-որ հարց եմ ունենում եւ ուզում եմ պարզել, որ դեղաբույսն է օգնում այս կամ այն հիվանդության դեմ, այլև
շատ ինձ օգնում է, մենք տպագրում ենք Unitime ամսագրում, որը ես եմ խմբագրում, մենք տպագրում ենք խորագիր, կանաչ հրաշագործներ խորագիրը, որտեղ ամեն համարում ընդգրկում ենք որևէ բույս ֆիտոթերապիա ութատորյակից, այսինքն կարելի է ասել աշխարհում տարածում ունեցող բոլոր դեղաբույսերից ամեն անգամ որևէ մեկին նվիրում ենք այդ խորագիրը եւ շատ արդիական խորագիր է մեծ սեր է վայելում ընթերցողների մոտ։ Լևոն Հարությունյանն իր ողջ գիտակցական կյանքում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին խորհրդային միության ամենատարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև արտերկրում, թե գիտական արշավախմբերի, թե անձնական նախաձեռնությամբ նյութեր հավաքելու շնորհիվ տիտանական աշխատանք կատարեց։ Շնորհիվ հանրագիտարանային իմացության գիտնականի աշխատություններից կարելի է տեղեկանալ բնության, նրա բուսական եւ կենդանական աշխարհի խորհրդավոր եւ առեղծվածային երևույթների մասին։ Դրանք ոչ միայն դասագրքային արժեք ունեն, այլև կարող են դառնալ յուրաքանչյուրի սեղանի գիրքը, ուղեցույց մարդու եւ բնության անզուգական աշխարհների միջև։ Գիտնականի Հայաստանի բնությունը եւ նրա պահպանության եւ հարստացման ուղիների աշխատությունը գիտական նշանակությունից բացի նաեւ խիստ արդիական ու բացառիկ ուսումնասիրություն է։ Գրքում հեղինակը զետեղել է իր ավելի քան 50 տարիների գիտական ուսումնասիրությունների արդյունքները։ Այսօրվա էկոլոգիական ծանր իրավիճակում հայտնված մեր բնաշխարհի համար աշխատությունը հիրավի բացառիկ նվեր է։ Գրքի տարբեր բաժիններում ներկայացված են ինչպես բնաշխարհի պահպանության, հարստացման, վերարտադրության հետագա անելիքները, այնպես էլ արհեստական անտառների ու կանաչապատման խնդիրները։ Նրա հայրենասիրությունը, նրա հայրենիքի համար արած գործերը, նրա հայացքները, մտքերը եւ հատկապես այն հսկայական դաստիարակչական աշխատանքը, որ նա տանում էր ամենուրեք։ Բնությունը սիրելը ջանքեր է պահանջում, պետք է մարդը անընդհատ իրեն հաշիվ տա, թե ինչ արեց, ջրեց արդյոք, տրորեց արդյոք, փչացրեց, սպառեց եւ ամենակարևորը գիտեք այդ հայրենասիրության մեջ, որ հայրս մեր մեջ դա կարողացավ այսպես կաթիլ ներարկի, դա սպառողական վերաբերմունքին ոչ ասելն է, այսինքն դու հայրենասեր ես ինչով, եթե դու սպառում ես միայն քո հայրենիքում բարիքները, դու հայրենասեր չես, հայրենասեր ես, եթե տալիս ես դու հայրենիքին։ Եվ ասում էր միշտ ինտելիգենտ մարդ, մտավորական մարդ կարող է լինել միայն նա, ով ավելի տալիս է, քան ստանում է։ Շատ մեծ սիրով, հարգանքով լցվում էր այն օտարազգիների նկատմամբ, որոնք ինչ որ հայանպաստ գործ են արել, շատ գնահատում էր դա եւ մեզ էլ միշտ հիշեցնում էր, որ պետք է չմոռանանք հայրուն ծնված օրվանից գիտենք հայրի բարեկամներին, հայրի թշնամիներին եւ դա երբ որ ետ ես նայում եւ հասկանում ես, որ դա ոչ թե մասնագիտական առումով էր, ոչ թե ինչ որ իրեն կուսակցական դիրքից էր, այլ դա եղել է միշտ, եղել է սովետական միության ժամանակ, եղել է դրանից հետո եւ միշտ դա ուղղակի իր կենսաձևն էր, որը մեզ փոխանցվել է, ուզես թե չուզես, դու արդեն այդպիսին ես։ Ապշեցուցիչ է նկարելու այն մեծ ձիրքը, որի վերուստ շնորհվել է գիտնականին։ Չգիտես նրան մեծ գիտնական անվանես, թե մեծ նկարիչ, ակադեմիկոս Լապին։ Իսկ ակադեմիկոս Թախտաջյանը, տեսնելով Լևոն Հարությունյանի նկարած բույսերը, հիացած ասել է. եթե դու գիտնական չլինեիր, հաստատ տաղանդավոր նկարիչ կլինեիր։ Լևոն Հարությունյանի ստեղծած հարյուրավոր ու հազարավոր պատկերների հիմքը գծին տիրապետելու տաղանդն ու վարպետությունն է։ Մի հանգամանք առանց որի անհնար է պատկերացնել գեղանկարչությունը։ Գիտական միտքը փարվել է կերպարվեստին, նրա անսպար զգացողությունն ու զորեղ երևակայությունը ահավասիկ գիծն ու գույնը մեկտեղված ստեղծել են այդ պատկերների զարմանալի գոյությունը։ Նրա արվեստի աշխարհը բնությունն է, շռայլ ու պերճաշուկ գույներով, որ Լևոն Հարությունյանի վրձնահարվածներից նոր շունչ ու խորհուրդ էին ստանում։ Այսպես է նրան գնահատել հայտնի գեղանկարիչ Կարեն Սմբատյանը, ով նկարել է գիտնականի դիմանկարները 3 անգամ, ամեն անգամ
իր համար նրա կերպարում նոր բացահայտումներ անելով։ Հաստատ է մի բան, որ ինչքան կատարյալ է մարդը իր մտավոր ու բարոյական մակարդակով, այնքան ավելի կատարյալ է այն գործը, որին նվիրվում է։ Լևոն Հարությունյանի կատարելության գաղտնիքը գալիս է նրա ազնվազարմ տոհմի ակունքներից։ Հայրը Վրամ Հարությունյանը ղարցեցի ազդեցիկ մտավորական էր։ Երկար տարիներ աշխատում էր որպես դպրոցի տնօրեն։ 1926 թվականին Վրամ Հարությունյանը ամուսնանում է Անդրկովկասի հայտնի գործարար Սամսոն Բեկ Սումբատովի ազնվական դստեր Գեղեցկուհի Աննայի հետ։ 1927 թվականին ծնվում է Հարությունյանների առաջնեկը Լևոնը։ Առաջանցնելով ասենք, որ գիտնականի դուստրերը Անահիտը եւ Աննան ուղիղ գծով իրենց մեծ մայրիկի շարունակությունն են եւ այս հանգամանքը մի ներքին բավականությամբ սիրում է շեշտել Լևոն Վրամիչը։ Առհասարակ Սումբատյանների նախնիները մեծ դերակատարություն են ունեցել մեր ժողովրդի պատմության ծիրի մեջ։ Սմբատյան տոհմի ազգանպաստ ու հայրենանվեր գործունեության մասին իրենց աշխատություններում հիշատակում են հայ նշանավոր գործիչներ, դասական գրողներ Խաչատուր Աբովյանը, Ռաֆին, Լեոն, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, Սերո Խանզադյանը։ Իսկ հայ ժողովրդի երևելի զավակ Ղևոնդ Ալիշյանը իր սիսական աշխատության մեջ փաստում է, որ Սմբատյանները սերվել են Բագրատունյաց իշխանական տոհմից։ Հայտնի է, որ հռչակավոր բագրատունիների հավատամքը ազգային արժանապատվությունն էր ու հայապահպան գործունեությունը։ Ներկայացնելով Սյունյաց աշխարհի Նախիջևան գավառի նոր ստեղանքի պատմությունը, Ալիշյանը հավաստում է. «Ի բնիկսն նշանավոր է Գերդաստան Սմբատյան համարյալի Բագրատունյաց զարմե, որ եւ տերտերանց տուն կոչի վասնզի քահանայական զարմի անընդհատ հաջորդություն ունի»։ Գրքում Ալիշյանը գորովանքով հիշատակում է Սմբատյանների տոհմի նշանավոր հոգևորական Մեսրոպ Գրիգոր Սմբատյանցին, Տեր Մեսրոպը Գրիգոր Սմբատյանցը, Զարդիս arczepiskopos Շամախա իբրևի 40 ամաց հետ է միաբանեչ միացնի զանազան պաշտանմամբ եւ վաստակոք սպասավորյալ աթորո։ Այսինքն 40 տարի ի վեր Մեսրոպ arczepiskoposը անձնվիրաբար ծառայել է հոգևոր աշխարհին։ 1872-ից 93 թվականներին ավելի քան 20 տարի հայոց աղքատախնամ հոգաբարձության գործունեությունը ավելի հաստատուն դարձավ Սմբատյանցի ջանքերի շնորհիվ։ Հավատն առ Աստված Լևոն Հարությունյանը ժառանգել է իր նախնիների արյան կանչով եւ այդ հավատն էր նրան զորավիք եղել։ Լևոն Հարությունյանը հայրական հոգացությամբ էր վերաբերվում իր եղբայրներին ու քույրերին, իր վրա էր վերցրել նրանց ոչ միայն կրթության, դաստիարակության ու մասնագիտական կողմնորոշման հարցերը, այլև մտահոգ էր նրանց կենսական խնդիրներով։ Կրտսեր եղբայրը Ալեքսանդր Հարությունյանը իրենից փոքր էր 13 տարով, նա ևս ճանաչված գիտնական էր, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, բազմաթիվ մասնագիտական մենագրությունների ու հոդվածների հեղինակ։ Մյուս եղբայրը Կարենը մասնագիտությամբ բժիշկ էր, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դասավանդում էր բժշկական համալսարանում, պրոֆեսոր Անդրանիկ Ճաղարյանի աշակերտն էր։ Ցավոք սրտի երկուսն էլ շուտ հեռացան կյանքից, եւ նրանց կորուստը անասելի ծանր էր Լևոն Հարությունյանի համար։ Երեխաները մեծանում էին, ինքն էլ աշխատում էր։ Իր անձնական օրինակով երեխաները դաստիարակվում էին։ Շատ խստապահանջ էր, բայց բառեր պետք չէին, որ ասեր։ Իր նկատմամբ ունեցած խստապահանջությունը տարածում էր նաև երեխաների վրա։ Կյանքի վերջին տարիներին Լևոն Հարությունյանը հրատարակության պատրաստեց Արցախի ֆլորան հույժ կարևոր եւ բացառիկ ուսումնասիրությունը։ Մեծանուն գիտնականը իր երկար տարիների անխոնջ ու հետևողական աշխատանքի շնորհիվ ներկայացնում է ոչ միայն Արցախի հանրապետության, այլև պատմական Արցախի նահանգի բուսականության ավելի քան 2200 տեսակ։ Տիտանական այս աշխատանքը գիտնականի հոգու պարտքն էր ասես ու գիտնական քաղաքացու նվիրումը Արցախյան գոյամարտին։ Գրքի առաջաբանում կարդում ենք. նվիրվում է Արցախի եւ համայն հայության այն ուսանողուհիների պայծառ հիշատակին, ովքեր Արցախի համար ծանր ու բախտորոշ օրերին թողեցին ուսումը, զենք վերցրին ու միացան Արցախի ազատության, անկախության, պատվի ու արժանապատվության համար մղվող սուրբ պայքարին եւ ընկան հերոսի մահով։